Մեր գործընկերների հետ կապված այս միջադեպին անդրադարձեք ձեր տպավորությամբ արդյոք ճիշտ է լրագրողների նման կերպ դուրս անել ազգային ժողովից այն դեպքում որ ունեին падգամավորի անցաթուղթ նրանք Խոսքը վերաբերվում է ժողովուրդ օրաթերթի լրագրողներ Սոնային եւ Քնարին ես նրանց ասել եմ որ եթե դուք այստեղ եկել եք որպես հրավիրված անձիկ որպես քաղաքացիներ ես ձեզ կպաշտպանեմ եւ չեմ թողի որ ձեզ դուրս հրավիրեն որովհետեւ դրա իրավունքը որևէ մեկը չունի օրենքով սահմանված կարգով Առաջի փորձի ժամանակ երբ ՊՊՑ աշխատակիցները փորձեցին նրանց դուրս հրավիրել, ես ասացի, որ ներկայացրեք հիմքեր, այլապես նրանց դուրս հանելը անօրինական է եւ անհիմն է։ ՊՊՑ աշխատակիցները դուրս եկան, որոշ ժամանակ անց եւս մեկ անգամ ասացին դուրս եկեք եւ Քնարը եւ Սոնան դուրս եկան ուղղակի նիստի դահլիճից։ Եթե նրանք դուրս չգային եւ պահանջեին օրինական հիմքեր, վստահաբար նրանք կշարունակեն մնալ լիստերի դահլիճում։ Պարոն Սարգսյան, դուք չտեսաք, բայց նրանց քաշ քշելով, թևերից բռնելով ուղղակի ազգային ժողովից հանեցին։ Լրագրողի վերաբերյալ նկատմամբ նման վերաբերմունքը ճիշտ է, ձեզ բռնի ուժով առանց այդ էլ ոչ ահաբեկչություն էին անում, ոչ նիստ էին խանգարում, ոչինչ չէին։ Տեսեք, նրանցից պետք է անել հետեւյալը իրենց որպես ազգային ժողով որպես լրագրող մուտքը այս պահին սահմանափակված է եւ նրանք օրենքով իրավունք չունեն որպես լրագրող մուտք գործել ազգային ժողովի տարածք դա օրենքով սահմանված կարգով սահմանված է նրանք պետք է ուղղակի ասեն որ իրենք որպես քաղաքացի են եկել եւ շարունակեն իրենց այս շարունակեն մնալ նիստերի դահլիճում ինչը իմ համար անհասկանալի պատճառներով իրենք չարեցին ու դիպաց դուրս եկան։ Դավիթ այդ վերաբերմունքը ճիշտ էր, որ գալիս էր դրան արանքից այսպես Անդրանիկ Քոչարյանին աչքով էր անում, որ այո հանեք, ես ասում եմ։ Ես չեմ դերապետում նման տանտերական։